Ուրեմն այսօր մենք պիտի խոսենք ցավի ու տանջանքի մասին եւ հին կտակարանում եւ նոր կտակարանում Աստվածաշունչ Մատթեանում ընդհանրապես շատ ուղղակի ու անուղղակի անդրադարձներ կան մարդկային ցավին, մարդկային տանջանքներին, բայց համաշխարհային գրականությունում եւ ընդհանրապես քրիստոնեական հայրաբանական մտածողության մեջ ցավի դիմակայման լավագույն օրինակը միշտ եղել է Հոբ արդարը։ Ուրեմն Հոբի գիրքը ինքը ընդհանրապես ընկալման համար, հասկացողության համար բավականին բարդ է։ Ինչի, որովհետև Հոբի գիրքը հասկանալու համար մարդը պետք է ունենա կյանքի փորձառություն։ Գիտեք, երիտասարդ տարիքում քո հետաքրքրությունները ու կյանքի առաջնահերթությունները լրիվ տարբեր են, որովհետև դու չունես մեծ հաշվով, հա, մեծամասնության մասով եմ ասում, չունես առողջության տենց մեծ խնդիր, չունես քո վարկի, անվան, քո թողած ժառանգության մասին մտածելու, քո երեխաների որպես մարդ կերտման, այդ մտածումները դու չունես։ Հիմնականում երիտասարդի կենտրոնական մտածումը սեփական անձն է, այսինքն ինքը մտածում է իր որտեղ ինքը հանգիստ զգաց իրան, որտեղ վատ զգաց իրան, ինչ նպատակներ ինքը իր առջև պիտի դնի եւ անկախ ընտանեկան կարգավիճակից մարդու երիտասարդին հատուկ է, որպեսզի ինքը ապրի հիմնականում իր համար, բայց երբ որ մարդ հասունանում է ավելի մեծ տարիքը, կյանքի փորձառությունը ձեռք բերում, մարդը սկսում է ապրել ավելի իր հարազատների համար, այսինքն ոչ թե սկսում է իր հարազատների համար ապրել, այլ այդ ամեն ինչը բերում է իր անձի ներսը, ինքը ասելով ես հասկանում է եւ իր երեխաներին, չգիտեմ, եւ իր հայրենիքը, եւ իր ժառանգությունը, եւ իր մտքերը, եւ իր ու Աստծո հարաբերությունները, եւ երբ որ այս ամեն ինչից որևէ մեկին մի բան լինում, մարդը անձնական է ընդունում, այդ ու անձնական ցավ է ապրում դրա համար։ Ուրեմն սիրելիներս, Հոբի գիրքը սկսում է Հոբի լի կյանքի նկարագրմամբ։ Պատմում է, թե Հոբը ինչ ունեցվածքներ ուներ, որ ուներ 3 դուստր, 7 որդի ուներ, եւ մեր հայրերը իհարկե այլաբանորեն մեկնաբանում են, սա, որ 7 առաքինություններն են եւ 3 գլխավոր առաքինությունները, որ ուներ Հոբը, այսինքն եւ անուններն էլ ընդհանուր առմամբ սրանք լրիվ այլաբանորեն մեր հայրերի կողմից մեկնվում են, բայց ես այսօր ուզում եմ մի կողմ դնենք, այլաբանական մեկնությունը, ձեզնից յուրաքանչյուրը կարող է կարդալ այդ մեկնությունը, ես ուզում եմ մենք Աստվածաշնչի տեքստին հարազատ մնանք ու տեսնենք, թե ինչ ասում է Աստվածաշունչը դրա մասին։ Եվ ասում է, գալիս էին այս մարդիկ, իր զավակները խրախճանք էին անում եւ հետո ամեն մեկի համար Հոբը զոհ էր մատուցում Աստծուն։ Եվ ասում է, Սատանան մի օր գնաց Աստծո մոտ եւ ասեց, շրջեցի երկնքի տակ, երկրի վրա, որը միևնույն բանն է, ու տեսա, ու Աստված ասում է, տեսար Հոբին, արդարին, որ ինչքան լավն է ինքը, եւ Սատանան մի տեսակ գործարք է սկսում Աստծո հետ, չէ՞, ասում է ինքը լավն է նրա համար, որովհետեւ էս ունի, ասում է, այդ ամեն ինչը վերցրու, տես քեզ կանիցի։ Եվ Աստված թույլ է տալիս Սատանային, որպեսզի վերցնի ամեն ինչ, ասում է, բայց իր անձին չկպնես։ Եվ իրոք Հոբի որդիները մահանում են, հոտերը սատկում են, ունեցվածքը կորցնում է Հոբը, եւ Սատանան մի անգամ էլ է գալիս ու ասում է, բայց իր մարմինը, իր առողջությունը մնաց իրան։ Եվ Աստված թույլ է տալիս Սատանային, որպեսզի իր մարմինն էլ կպնի, ասում է, բայց կյանքը չառնես նրա։ Եվ Հոբը բոլոտ հիվանդությունն է ունենում, եւ մի խեցի է վերցնում ու սկսում է իրան քերել, իսկ հին արևելքում ընդհանրապես բորոտները աղբի համար նախատեսված քարանձավներում էին լինում, որտեղ ոչ մեկ նրանց հաց չէր տալի, վերևից լցնում էին այդ սնունդը, այդ նույն ձևով լցնում էին նաև իրենց կենցաղային աղբը։ Այսինքն ըստ էության
իրանք աղբանոցի մեջ էին լինում, տենց անդադ վերքերով պատված, իսկ որտեղ աղբանոցն անդեղ առնետներն են, տարբեր խավարասերներն են եւ այլն, այդ խավարասերները բաց վերքերի մեջ էին մտնում, առնետները գալի ուտում էին մաշկ, այսինքն շատ վատ իրավիճակում է հոբը հայտնվում, բայց ընթերցողի համար շատ ժամանակ չի նկատվում, թե ով էր հոբը։ Հոբը ըստ էության փոքրիկ քաղաք-պետության թագավոր էր, հա։ Ինքը շատ նշանավոր անվանի մարդ էր իր տարածքի համար, եւ ինչից ենք մենք սա հասկանում, որովհետեւ իր 3 ընկերները, որ գալիս են նրա մոտ, 3-ը թագավորներ էին եղել։ Ավելի ճիշտ մեկը թագավոր էր, մեկը դատավոր էր, մյուսն էլի թագավոր էր, 2 թագավոր եւ մի դատավոր։ Եվ գրքի հիմնական խորհրդաբանությունը սկսում է հենց այս ժամանակ, երբ որ հոբը սկսում է խոսալ իր ընկերների հետ։ Եվ Աստծո արդարության, մարդու արդարության, Աստծո ու մարդու հարաբերությունների մասին սկսում է այս երկխոսությունը 3 ընկերների եւ հոբի մեջ։ Ուղղակի ընկալելու համար, թե ինչ խոսակցություն էր սա, ասեմ, որ սեմական մտածողության մեջ, իդեպ հոբը հրյա չէր ազգությամբ, բայց սեմական մտածողության մեջ ուրեմն բոլոր հիվանդությունը լինում էր միմիայն մեղքի պատճառով, միմիայն։ Այսինքն այդ այն հիվանդությունն էր, որը արտաքինից երևում էր եւ Աստված տալիս էր այդ հիվանդությունը մարդուն, որովհետեւ մնացած բոլորը տեսնեին, որ այս մարդը մեղք է գործել։ Եվ այս էր ընկալումը։ Եվ իր ընկերները, երբ որ գալիս են, նույն ընկալման մեջ էին իրանք եւ ինչ են անում ըստ էության ընկերները, համոզում են, ասում են հոբ ընդունի, որ դու մեղք ես գործել Աստծո առաջ եւ ինքը Աստված կների քեզ։ Բայց հոբը ինչ է անում, ասում է ես մեղք չեմ գործել, ես արդար եմ, Աստծո առաջ ես արդար եմ։ Հիմա տեսեք, քրիստոնյաների համար մանավանդ այս երկխոսությունը շատ զարմանալի երկխոսություն է, որովհետեւ մեզ ինչ է սովորացնում Աստված, Քրիստոս, մեր հայրերը միշտ ընդունել, որ մենք մեղավոր ենք, միշտ, չէ՞, Նարեկացին մեր մեծ սուրբը, ամբողջ մատյան ողբերգությանը նրա մասին է, որ ինքը մեղավոր է։ Մեր բոլոր հայրերը դրա մասին են խոսում, որ իրենք մեղքի մեջ են։ Բայց ահա մի մարդ, որը մենք գիրքը ամբողջություն իմանալով տեսնում ենք, որ Աստված արդարացրեց այս մարդուն, ասում է ես Աստծո առաջ արդար եմ, ես մեղք չեմ գործել։ Եվ մի հետաքրքիր երկխոսություն կա հոբի կնոջ միջև, ասում է խնդրի Աստծուն, որ քո հոգին վերցնի քեզնից։ Որտեղ ում ես դու պետք, տես եկել ես աղբանոցի մոտ, վերքերը տեսքերում, ասում եմ, որ արևը մայր մտնի, որ տուն գնամ, որ ինձ չտեսնեն հանկարծ։ Եվ հոբը ասում է անզգամ կնոջ պես խոսեցիր, բայց եթե բացեք Ղևտացված գիրքը, հոբի կինը լրիվ օրենքի տառին համաձայն բան է ասում, որովհետև Ղևտացված գրքում ասում է բորոտները խնդրեն Աստծուն, որ իրենց կյանքը վերցնի իրանցից։ Այսինքն իսկ անզգամությունը այդ օրենքը չպահելն էր։ Ուրեմն հոբի կինը ընդհանրապես լրիվ օրենքի համաձայն բան է ասում, բայց հոբը ասում է անզգամի պես խոսեցիր դու։ Ուրեմն սիրելիներս, ինչի համար է այդ գրքում այս հետաքրքիր առաջին հայացքից հակասությունները, որովհետև ամենամեծ խնդիրը, որ շոշափվում է հոբի գրքում, օրենքի եւ շնորհի հարաբերակցությունն է իրար հետ։ Տեսեք, հոբը մարդ էր, որ ապրում էր լրիվ օրենքով, լրիվ։ Եվ երբ որ իրանից վերցվեց այդ ամեն ինչը, ինքը շարունակեց օրենքին հավատարիմ մնալ։ Եվ երբ որ գալիս էին իր ընկերները, գիտեք, որ քաղաք-պետություններում հին արևելքում թագավորը նաև մի քանի պաշտոն ուներ։ Յուրաքանչյուր թագավոր նաև ինքը դատավոր էր, նաև տիրակալն էր, հա, այդ ամեն ինչի, այսինքն եւ ամենամեծ հողի սեփականատերն էր եւ թագավորներ իշխանություն ուներ եւ նաեւ դատավորներ, մեծ դատավորներ այդ քաղաքների։ Եւ ինչով են ընդհանրապես դատավորները դատում մարդկանց օրենքով, չէ՞, տեսնում են քո արարքը, տեսնում են օրենքի պահանջը, ասում են դու խախտում արել ես, թե չես արել։ Եվ նույն ձևով հոբի հետ այս մարդիկ խոսում են օրենքի լեզվով,
բայց հոբը իրենց համար, նաև ընթերցողի համար անհասկանալի կերպով անընդհատ ասում է, որ չէ, ես համաձայն չեմ ձեր հետ, ես ձեր հետ համաձայն չեմ, որովհետև հոբը ծանոթ էր Աստծո շնորհին, եւ սիրելիներս, շատ ցավալի մի իրողություն կա, որ մարդկային կյանքում Աստծո շնորհը գնահատվում ու ընկալվում է այն ժամանակ, երբ որ կարողանում ենք մենք հաղթահարել տառապանքն ու ցավը։ Ուրեմն, գիտեք, մի հետաքրքիր արտահայտություն կա, չէ՞, ասում եմ, մինչև չկորցնես, չես հասկանում, որ ունես դու։ Եվ իրականում, երբ որ մենք ունենք ամեն ինչ, մենք ընկալում ենք այս մեր ունեցած ամեն ինչը, որպես մի բան, որ մենք պապական ժառանգություն ենք ստացել, այսինքն տարբերակ չկար, որ մենք չունենայինք էսի։ Եվ ամենահասարակ բաները անգամ, մեր առողջությունը, չգիտեմ, մեր տեսողությունը, լսողությունը, քայլել կարողանալու մեր ունակությունը, մենք այն, որ մենք տանիք ունենք մեր գլխին, այն, որ մենք լսվում եւ հասկացվում ենք, այն, որ ամեն առավոտ ստիպված չենք, ասենք, առյուծներից կամ արջերից վազել, որպեսզի փրկվենք մենք, այն, որ մենք ընդհանուր առմամբ հանգիստ ենք ապրում, մենք մտածում ենք, դե որ հա տենց է պետք է լիներ, բայց ինչի համար Աստծուն փառք տա։ Եվ ոնց ենք մենք մտածում, այս մտածողությունը, պարտավորության եւ արժանիքի մտածողությունը, սա օրենքի մտածողությունն է մարդկանց մեջ։ Բայց երբ ենք մենք սկսում գնահատել շնորհները, երբ մարդը առաջի անգամ ամենալուրջ կերպով անդրադառնում իր ունեցածին, երբ որ շատ մոտիկ մարդու կորուստ անում։ Այս գերեզմանի առաջ մարդը առաջի անգամ գիտակցում է, որ այն, ինչ իրեն ինքը ծնված օրվանից ուներ, կարող է լույս չունենալ։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ այս իրողությունը որոշ մարդկանց մոտ լինում է այն բեկումնային տեղը, որտեղ մարդու կյանքը փոխվում է, իսկ որոշ մարդկանց մոտ ուղղակի լինում է մի պահի ազդեցություն ու մարդը շարունակում է էլի ապրել այնպես, ոնց որ ապրել ենք իր կյանքում։ Եվ միայն այս պահին է, որ մարդը լրջագույն կերպով սկսում է ինքն անդրադառնալ, թե ինքը ոնց է ապրում ու ոնց է վարվում այն ամենի հետ, ինչը որ ինքը ունի։ Տեսեք, մենք բոլորս, ինչքան էլ մենք հավատացյալ մարդիկ լինենք, մենք փորձում ենք հեռու մնալ տանջանքից, ցավից, տառապանքից, այդ նորմալ է, չէ՞, այդ ամեն ինչը։ Բայց մի հետաքրքիր բան կա այստեղ, թե ինչն ենք մենք տանջանք, ցավ ու տառապանք համարում մեր համար։ Եթե մենք հիմա դուրս գանք փողոց ու հարցում անենք, հա, պատահական, ասենք, այ օրինակ բարև ձեզ, ի՞նչ է ձեր համար տանջանքը, ցավը, տառապանքը։ Մարդկանց մեծամասնությունը խոսելու է նյութական կորուստների մասին։ Մեծամասնությունը խոսելու է նյութը կորցնելու ցավի ու տառապանքի մասին։ Եվ այս ցավի ու տառապանքի այս ընկալումը ինքը գնում է իր արմատներով դեպի ծննդոց գիրք։ Տեսեք, Աստված ստեղծեց հրեշտակներին, հա, եւ հրեշտակ ու ծննդոց գրքում դա չկա, դրա ենթադրվում է, հա, որ ստեղծվեցին հրեշտակները, որոնք հոգևոր անձնավորություններ էին, եւ հետո ստեղծվեց մարդը, որը հոգևորի եւ նյութականի միախառնում էր։ Եթե կուզեք հրեշտակայինի եւ անասնականի միախառնում էր։ Եվ որտեղ էր կայանում մարդու ազատ ընտրության մեխը, մարդը պիտի ընտրեր, ինքը գնում է դեպի հրեշտակայինը, թե գնում է դեպի անասնականը, գնում է օրենքին ծառադառնալու, թե շնորհի ժառանգորդ լինելու։ Որովհետև իրականում բացի հրեական, հա, օրենքից կամ այլ կրոնական, պետական, քաղաքական, մի խոսքով տարբեր տեսակի բոլոր հնարավոր օրենքներից, մենք ունենք նաև մեր մարմնական օրենքները, չէ՞, որ կոչվում են բնազդներ։ Մենք, չգիտեմ, սովածանում են տղամարդիկ, ագրեսիվ են լինում ավելի, երբ որ մենք ունենք բնական մեր ցիկլերը, ուզում ենք քնենք, չգիտեմ, մարդը ինչ որ մի տարիքի, արբունքի տարիքին է հասնում եւ այլն, այսինքն մեր այս բնազդներն են, որ մարդուն առաջ են տանում, շարժում են։
Եվ 5 տակարանում դրա համար մարդու կյանքի ու մարդու հոգու համար երկու տարբեր բառ է օգտագործվում։ Կենթանությունը, կյանքը, նեֆեշ բառն է, հա, որ մենք էլ ասում ենք, չէ՞, ծանր նաֆաս, այդ նաֆաս բառը, այդ նույն նեֆեշ բառն է եբրայերեն, իսկ հոգու համար ռուախ բառն է օգտագործվում, որ հոգին է, այսինքն աստվածայինը մարդու մեջ, որը այդքան է կապ չունի մարդու մարմնական բնազների ու կենթանական ընկալումների հետ։ Եվ վերջի վերջո Ադամը ինչ ընտրեց, ինքը ընտրեց լինել կենթանիների պես, այսինքն այս մասը ընտրեց ինքը մարդու, և մեր ցավն ու տառապանքը մարդու կյանք մտավ այն պահից, երբ որ ինքը որոշեց առաջնային պլանում դնել իր բնազդները մարդը։ Ուղղակի ստեղ մի փոքր ճշտում պետք է անենք։ Նայեք, ոչ թե մարմինը պիղծ է, վատն է, մարմինից պետք է խուսափել, նյութականը վատն է եւ այլն, մարմնականը, ոչ, ուղղակի նյութականը առաջնային չի։ Այս է ամենամեծ խնդիրը։ Եվ ընդհանրապես մեր հայրերը շատ նուրբ են մոտենում այս հարցին, որովհետեւ մարդու մոտ շիզոֆրենիա չառաջացնեն, որովհետեւ գիտեք, տեսեք մանավանդ արևելյան կրոնները, հինդուիզմը, բուդդիզմը եւ այլն, իրենք միշտ հոգեվորի ու նյութականի sense ճեղք են առաջացնում, որ պիտի հոգեվորը զարգանա, նյութականը տկարանա եւ այլն, եւ շատ մարդիկ էլ հիմա մտածում են, որ մենք օրինակ ծոմ ենք պահում դրա համար, որ մեր մարմինը տկարանա, որ մեր հոգին բարձրանա, բայց սրանք կամայական եւ ոչ ուղղափառ աստվածաբանության ընկալումներն են, որովհետեւ մենք մարմնի տկարացումը, մարմնի հալածանքը երբեք ու երբեք ուղիղ կերպով չի ենթադրում, որ քո հոգին դրանով ավելի պիտի զարգանա։ Եվ սա տիպիկ արևելյան, այսինքն հինդուիստական, բուդդիստական ներթափանցում է նաև քրիստոնեական տրամաբանության մեջ, որովհետև մարդը մարմնի ու հոգու միությունն է ինքը իրանով, հա, այսինքն ինչի օրինակ Եղիան ու Ենոքը մարմնով վերցվեցին, ինչի ենք մենք հավատում, որ պիտի մենք մարմնով հարություն առնենք, չէ՞ որ ըստ էության տրամաբանական է, չէ՞ որ եթե նյութը մարմնավորը մեղք է էդի, երբ որ մենք մեռել ենք, ազատվել ենք այդ մեղքից, պիտի վերջ, էլ մենք չդառնայինք, հարությունը պիտի մենակ հոգու հարություն լիներ, ոչ թե մարմնի հարություն լիներ նաև։ Ուրեմն սիրելիներս, ինչի համար է պետք մարմինը ու ինչի համար են պետք այս մարմնական տառապանքները նաև մեր մեջ, որովհետև ես անկեղծ ասեմ, իմ կյանքում ավելի մեծ կորուստ, քան զավակի կորուստը, հա, ծնողի կողմից զավակի կորուստը, ես ուղղակի չեմ պատկերացնում։ Միգուցե եւ իմ կյանքի փորձառության, հա, տարիների ընթացքում ես ուրիշ կարծիք կունենամ, բայց այս պահին գոնե ես չեմ պատկերացնում ավելի մեծ կորուստ մարդկային կյանքում, քան զավակի կորուստը ծնողի կողմից։ Եվ ցավոք սրտի մենք վերջի տարիներին շատ ծնողներ ունենք, որ իրենց զավակներին կորցրեցին պատերազմի ընթացքում եւ այլ, եւ բացի դրանից էլ մենք էլի ամեն անգամ, ամեն տարի ունենում ենք եւ ավտովթարներից եւ տարբեր հիվանդություններից ծնողներ, որոնք կորցնում են իրենց զավակներին։ Եվ գիտեք, բոլոր այս ծնողները, բոլոր այս մարդիկ Աստծո հետ միշտ կռիվ են տալի, միշտ։ Ինչի դու թողեցիր։ Ինչի թողեցիր, որ իմ զավակը մահանա։ Եվ բոլոր ծնողները միշտ ասում են, եթե Աստված լիներ, այս ամեն ինչը թույլ չէր տա ինքը։ Տեսեք, իհարկե, այդ պահին, հա, երբ որ դու որդեկորույս ծնողի առաջ ես կանգնած, չես կարող աստվածաբանել իր մոտ, ասել, գիտես ինչ, կա մարդու ազատ կամք, կա մեղք, որ մտել է երկիր, եւ այդ մեղքի հետևանքն է, որ մարդիկ առհասարակ մահանում են, այսինքն այդ մարդու ընտրությունն է այդ մեղքը, ու այդ մեղքով վարակված է այս աշխարհը, եւ այդ վարակից է, որ մահանում են, ոչ թե Աստծո կամքից է, որ մահանում են այդ մարդիկ։
Միանշանակ այդ պահին տենց մտահայեցողական խոսակցություններ մարդու հետ չես կարող ունել։ Բայց ինչ է առաջարկում մեզ Աստված, որի զրկված էր Հոբը, հա? Բայց այդ շնորհը ունենք մենք։ Ուրեմն Աստված առաջարկում է ոչ թե մեզ ազատել չարչարանքից, ոչ թե ազատել մեզ տառապանքից, այլ առաջարկում է մեր հետ չարչարվել, մեր հետ տառապել։ Ուրեմն տեսեք, սիրելիներս, բոլոր կրոններում քրիստոնեությունը միակն է, որտեղ Աստված պատրաստ է չարչարվել ոչ միայն փրկության համար, հա, այլ յուրաքանչյուր մեկի համար։ Եվ ուրեմն սիրելիներս, Պողոս Առաքյալը ասում է, որովհետև ասում է Քրիստոսով մենք չարչարանակից ու խաչակից ենք լինում նրան։ Ուրեմն տեսեք, ինչ է նշանակում չարչարանակից լինել։ Երբ որ դու ընդունում ես Քրիստոսի չարչարանքը, պատրաստ ես Քրիստոսի չարչարանքներին, ինքը պատրաստ է քո հետ տանելու քո ցավը, տանելու քո տառապանքը։ Եվ սրանք, գիտեք, երևի շատ վերացական կթվան այս բառերը, հա, որովհետև պատկերացրեք, երբ որ դուք էլի կորուստ ունեցող մարդուն եք, ասում եք, այ Քրիստոս պատրաստ է քո հետ չարչարվել, ինչ պիտի տա իրան, քո բառերը ինչ պիտի տան իրան, լավ ասեցիր, հետո թուլացավ այդ մարդու մոտ, այդ ամեն ինչը, իհարկե չէ, բայց գիտեք ինչ է նշանակում այս պրակտիկ առումով Քրիստոս պատրաստ է քո հետ չարչարվել, նշանակում է, որ Քրիստոսի եկեղեցին պատրաստ է կիսել քո ցավը, այսինքն մենք բոլորս, ձեզնից յուրաքանչյուրը Քրիստոսի մարմինն է, հա, մենք իրար հետ ենք կազմում Տիրոջ մարմինը, և տեսեք, Քրիստոս երբ որ ասում է ինձ մոտ եկեք հոգնածներդ, բեռնավորվածներդ, ես ձեր ցավը պիտի վերցնեմ, այս նշանակում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ցավ ունեն, ովքեր տառապանք ունեն, ովքեր խնդիր ունեն, եկեղեցում պիտի կարողանան կիսել իրենց ցավն ու տառապանքը։ Եվ կիսել գիտեք ինչով, որ ես, դուք, այն մեկը, ով մոտ չի ապրում այդ ցավը, հա, որտեղ իր զավակը չի, իր այս չի, իր այն չի, բայց պատրաստ է աղոթել այնպես, կարծես իր զավակն էր, կարծես իր մայրն էր, կարծես իր հայրն էր, կարծես իր բարեկամն էր, իր մտերիմն էր։ Ուրեմն սիրելիներս, Հոբի գիրքը Քրիստոսի եկեղեցու լույսի ներքո մեզ տալիս է ցավը ու տառապանքը հաղթահարելու այդ կարևոր բանաձևը։ Ցավը ու տառապանքը կարելի է հաղթահարել միմիայն սիրով։ Այսինքն, երբ որ դու մեծ կորուստ ես ունենում, այդ կորուստը չի կարելի հաղթահարել ատելություն քո մեջ գեներացնելով։ Չի կարելի հաղթահարել, եթե դու սկսում ես բոլորին մեղադրել քո կորստի մեջ, այլ կարելի է հաղթահարել քո այդ սերը, մեծ սերը, որ պակասեց, հա, որ կորցրեցիր դու, սուբլիմացնելով, տալով այն մարդկանց, ովքեր այդ սիրո կարիքը ունեն։ Եվ գիտեք, ամենամեծ խնդիրը մարդկանց մեջ սկսում է այն պահից, երբ որ մարդիկ մտածում են, որ իրենց ունեցածը այդ դրական պարտավորություններ Աստծո, եւ երբ որ իրանք այդ կորցնում են այդ ամեն ինչը, մտածում են, որ Աստված երևի ուշադիր չեղավ, որ ախր այս մարդը ինձ պետք էր, ինչի ես կորցրեցի իրան։ Ու շատ մեծ ներքին հոգևոր ճգնաժամ է մարդու մոտ սկսում այդ ժամանակ։ Եվ մարդը ունակ չի լինում սեր տալու։ Եվ այդ սիրո չտալու համար, տեսեք ինչքան մարդը սեր չի տալի, այնքան թույլ է տալի, որ չարը, ատելությունը իր ներսը մտնի, իրան պատի, ու մարդը մի բան ոչ թե սքի մեջ է լինում, այլ ինքը այն սուք է դառնում, ամբողջովին, եւ ուրախություն չի լինում իր մեջ ոչ մի բանի համար։ Ուրեմն իմ մտերիմ ընտանիքներից մեկում մի կնոջ ընտանիքի երկու զավակ ունեին, եւ զավակներից մեկը դեռ 20 տարին չբոլորած մահացավ քաղցկեղից։
դե բարձր որ շատ բարդ էր ծնողների համար այս ցավը, բայց այդ մահվանից հետո գիտեք ամենավատը ով էր իրանց կողմ, երկրորդ երեխան, որովհետև այս ծնողների տրամադրությունը նենց էր, որ այս երեխան վատ էր զգում, որ ինքը չի մահացել, որովհետև այդ ունեցած իրանք ունեին, չէ, թող տեսեք հոբի բոլոր զավակները մահացան, բայց հոբի ինչով էր իրան մխիթարում, որ էլի զավակներ կունենան ես։ Եվ իրան հենց այդ էին ասում, ավելիով կտա քեզ Տերը։ Էլի զավակ, դա մխիթարում էր իրան։ Ինքը մտածում էր, որ այո, ես դեռ կարող եմ սա ունենալ։ Բայց շատ ժամանակ մենք մեր կորցրածից էլ ոչ մի բան ուրիշ չենք տեսնում։ Եվ թվում է, թե մեզ այդ պետք էլ չի այդ ամեն ինչը։ Եվ հիմա սիրելիներս նաև մեր ազգային կյանքում, չէ՞, մեր հասարակական կյանքում, մեր կորուստներից մենք սկսում ենք չնկատել մեր ունեցածը։ Եվ սկսում ենք չնկատել մեր ունեցածը, մենք դառնում ենք ամբողջովին սուգ, որովհետև վերջի վերջո մարդը գործելու ու ապրելու համար պիտի հասկանա, չէ՞, որ եթե ես կամ, ուրեմն սա Աստծո կամքն է, որ ես կամ։ Եվ եթե ես կամ, ուրեմն ես պիտի հաղթահարեմ, պիտի կարողանամ Աստծով հաղթահարել բոլոր այն խնդիրները, որ ես ունեմ իմ մեջ։ Ուրեմն սիրելիներս մեծ պահքի ժամանակ առավել քան երբևէ մարդիկ անդրադառնում են ցավին ու տառապանքին, որովհետև տեսեք, երբ որ մենք հարության շրջանի մեջ ենք, իսկ գիտեք, որ տարին ընդհանուր առմամբ քրիստոնեական պատկերացումով դա մեր կյանքի մանրակերտն է, ամեն տարի ինչ որ մենք ապրում ենք, այդ ըստ էության եկեղեցու երազանքն է յուրաքանչյուր մարդու կյանքի մասին, թե ինքը ինչ փուլերով պետք է ապրի։ Ու ինչի է այսքան պահքերի մեջ միայն մի պահք կոչվում մեծ պահք, որովհետև Քրիստոսի կյանքի նմանողությամբ, ոնց Քրիստոս մի անգամ պահքվեց, չէ՞, մի անգամ գնաց անապատ տարվեց եւ այնտեղ 40 օրս ոչինչ չկերավ եւ չխմեց, նույն ձևի ամբողջ տարվա ընթացքում մեր մոտ էլ մի պահք կա, որ մեծ պահք է կոչվում, որովհետև այդ Քրիստոսի կյանքի նմանողությամբ եւ եթե դուք ուշադիր լինեք ամեն տարվա կտրվածքը մեր այդ մանրակերտը յուրաքանչյուր քրիստոնյայի այս տարվա տոները, դասավորվածությունը տոների կոչ են անում Քրիստոսի նման ապրելու, որովհետև մենք ամեն տոնի հետ Քրիստոսի հետ ապրում ենք այդ ամեն ինչը եւ ամեն տարի մեզ հնարավորություն է տրվում գոնե այս տարին Քրիստոսի նման ապրելու եւ մանավանդ մեծ պահքի ժամանակ մենք շատ հաճախ անդրադառնում ենք Քրիստոսի չարչարանքներին, Քրիստոսի տառապանքներին եւ դեռ մանկուց իմ համար ամենահուզումնալից պահը Քրիստոսի խոսքերն էին, թե Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Եվ գիտեք, սիրելիներս, տառապանքի ու ցավի, ու ես ավելի մի քանի տարի առաջ, երբ որ ես Հոբի գիրքն էի կարդում, եւ որ Հոբը ասում էր դու ես ամեն ինչի որոշողը, ինչի հոգիս չես առնում, հա, ինչի ես թույլ տալի, որ ես սենց լինեմ, բայց ասում էի, երևի անհավատ է այս մարդը, որտեվ մենք ինչքան երիտասարդ ենք լինում, մենք այնքան դոգմատիկ ենք, չէ՞, մտածում, ոնց կարող էր Հոբ արդարը, ինչպես կարող էր այս բառերը ասել։ Եվ շատ ժամանակ մենք էլ ասում ենք, ոնց Քրիստոս կարար այդպես բան ասել, ինքը Աստված էր ասում, Աստված իմ, ինչու թողեցիր ինձ, բայց այս հոգու ճիճը Աստծո կատարյալ մարդացման նախ եւ առաջ ապացույցն էր, որովհետեւ պատկերացրեք այդ մարդկային բնությունը այնքան միացած էր Աստվածայինին, որ մի պահ մահը, որը ըստ էության անջատում է Աստծուց, չէ՞, մեղքի թույլ տալն է, այդ մի պահ անգամ այդ իրողությունը առանց Աստծո լինելու մարդու համար անհասկանալի է դառնում։ Եվ մեր կյանքում էր սիրելիներս, երբ մենք ցավի ու տառապանքի մեջ ենք լինում, մենք պիտի չզլանանք Աստծուն հարց տալու։ Աստված, ինչի սա եղավ։ Եվ Հոբի պես պիտի ասենք, եթե
կամենում ես, որ սենց լինի, ուրեմն խնդրում եմ օգնիր, որ հաղթահարեմ այս ամեն ինչը։ Եվ մեր մեծ պահքի այս ընթացքը, գիտեք, հետաքրքիր որ այսօր արտաքսման կիրակին է, ու ես հատուկ մտածեցի, որ այսօր դիմեք ցավի ու տառապանքի մասին խոսենք, որովհետև արտաքսումը մարդու հենց այս ցավի ու տառապանքի միջոցով աստվածանալու ճանապարհն էր, որտեղ վերջի վերջո մարդը ընտրեց ոչ թե Աստծո ներկայությամբ աստվածանալ, այլ ցավ, տառապանք ապրելով հասնել աստվածային ճշմարտությանը։ Մենք մի քանի առիթներով խոսել ենք էլի, որ ընդհանրապես Աստծո նախախնամությունը մարդու այս ճանապարհն է, որ մարդը պիտի անցնի անձ լինելու եւ ազատ ընտրությամբ Աստծուն միանալու համար։ Եվ այս ճանապարհի մեջ մարդը շատ ժամանակ մտածում է, որ աստվածանալու համար իրան պետքա օրինակ, չգիտեմ, շատ ուրախանալ, հա, պետք են շատ խնջույքներ, պետք են շատ հավես նկարներ, վիդեոներ եւ այլն, ինչով որ մենք ապրում ենք, չէ՞։ Հիմա եթե դուք տեսնեք մարդու օրվա գործունեությունը, մարդը հիմնականում ապրում է այդպես բաների համար։ Չգիտեմ, ստեղ գնալու, ունդեղ գնալու, լավ նկար ունենալու, ամեն ուտելիք սոցիալական կայքում տեղադրելու, մի խոսքով, այս սրա համար։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այս ամեն ինչը, այդ ուրախության մասին այդ կեղծ պատկերացումը երբեք ու երբեք չի տալիս մեզ անդրադարձ փառք տալու Աստծուն մեր ունեցածի համար, որովհետև մի հետաքրքիր բան կա, մի հետաքրքիր ուսումնասիրություն են արել, Միացյալ Նահանգներում են արել այդ ուսումնասիրությունը Մանհեթենում, հա, որը գիտեք, որ հիմնականում մեծահարուստներ կան, հա, շատ այնտեղ ապրող, Մանհեթենում մարդկանց հարցրել են, սենց ասեմ, iPhone 14-ը կար արդեն, պիտի սեպտեմբերին 15-ը դուրս գար, եւ հուլիսի վերջին մարդկանց հարցում են արել, մոտավորապես 1000 հոգու Մանհեթենում, թե արդյոք երջանիկ են իրենց զգում, եւ մարդկանց մեծամասնությունը ասել են չէ, որովհետեւ մենք դեռ չունենք iPhone 15։ Ուրեմն ինչն է այստեղ խնդիրը, տեսեք, մենք շատ ժամանակ տխրում ենք չեղած բաների համար, որ մտածում ենք, որ կարող են լինել այդ բաները։ Եվ մեր տառապանքն ու ցավը ուրախության վերածելու լավագույն միջոցը նաև մեր աշխարհայացի նյութական տեսակետը հոգևորով փոխելուց է, որովհետև մեր ամենամեծ ձեռքբերումը դրանք մեր կյանքի հոգևոր ձեռքբերումներն են, որտեղ նյութական, որը, տեսեք, Քրիստոս ասում է, որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ Ուրեմն, սիրելիներս, մենք պիտի հասկանանք, որտեղ են մեր գանձերը, որովհետև մենք տառապում ենք միայն այդ գանձերը կորցնելուց։ Եվ եթե մեր ամենամեծ գանձը Աստծո ներկայությունն է մեր կյանքում, ուրեմն մենք կարող ենք հասկանալ Պողոս առաքյալի Փիլիպպեցիներին ուղղված թղթի 4 գլխի 4 համարը։ Ուրախ եղեք, նորից եմ ասում, դες ուրախ եղեք։ Որովհետև եթե քո միակ կորցնելու բանը Աստված է, դու միշտ կարաս ուրախ լինես։ Ամենամեծ խնդիրը այն է, որ մենք ամենակիչն ենք վախում Աստծուն կորցնելուց։ Մենք շատ վախում ենք, չգիտեմ, մեքենան կորցնելուց, տունը կորցնելուց, շորը ճղելուց, բանը մանիկյուրը թռնելուց, եղունգը ջարդվելուց, տարբեր բաներից վախում ենք, Աստծուն կորցնելուց չենք վախենում։ Դրա համար տխուր ենք մենք անընդհատ։ Ուրեմն, սիրելիներս, ցավի ու տառապանքի այսօրվա մեր զրույցը Աստծո ներկայության շնորհը գնահատելու մասին էր, որովհետև մեծ բակը, գիտեք, խորհրդաբանորեն ինչու են վարագույրները փակվում, եւս մեկ անգամ մեզ հիշեցնելով, որ մեր ազատ ընտրությունից է կախված Աստծո ներկայությունը մենք կունենանք, թե չենք ունենա։ Ուրեմն պիտի ձգտենք գնահատել
մարմնով մեր կյանքը, որովհետև այս կյանքում մենք Աստծո ներկայությամբ ապրելու այդ բացառիկ հնարավորություն ունենք։